Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։ Տավուշի մարզի 19-րդ դարի 4-րդ քառորդում կառուցված այս եկեղեցին վերականգնվել է կառավարության որոշմամբ եւ հատկացված միջոցներով։ Տավուշում գործարկվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչությունը, որի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը ելույթով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի մի շարք տնտեսվարողներ ապրիլի 30-ից չեն կարողանում լիարժեք վաճառքներ իրականացնել Wildberries եւ օզոն հարթակներով։ Ընկերությունները խնդիրը կապում են Ռուսաստանում մաքսային ձևակերպման նոր պահանջների եւ լրացուցիչ փաստաթղթավորման անհրաժեշտության հետ։ Արհեստական բանականության այս դարաշրջանում փոքր երկրները կարող են դառնալ մեծ խաղացողներ։ Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում հրապարակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը։ Ուժեղ Հայաստանի անունից հանդես եկող ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այլ դեպքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են 7 հետախուզվող, 1 անհետ կորած։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն։ Երևանի տարբեր թաղամասերում այս օրերին հողը կրկին շնչում է, նոր կյանք ստանում։ Մայրաքաղաքի հերթական լայնածավալ ծառատունկի շրջանակում ստեղծվում են ժամանակակից կանաչ գոտիներ, քաղաքապետարանի ջանքերով ու բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը։ Տավուշի մարզի 19-րդ դարի 4-րդ քառորդում կառուցված այս եկեղեցին վերականգնվել է կառավարության որոշմամբ եւ հատկացված միջոցներով։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ, մեր օրեր հասել է խիստ վթարային եւ խոնարհված վիճակում առանց տանիքի։ 2024 թվականին իրականացվել են ավելի քան 21 միլիոն դրամի վերականգնման աշխատանքներ, իսկ 2025 թվականի համար իրականացվել են ավելի քան 32 միլիոն դրամի վերականգնման աշխատանքներ։ 2026 թվականի սկզբին եկեղեցու վերականգնումն ավարտվել է։ Իրականացվել են բարդ պրոֆիլավոր քարե շրջանակների, անկյունակարերի, քիվերի, նոր տաշուշարի, տանիքածածկույթի 600 նոր ռոտոնդայի կառուցման, ներսույթի ներկման եւ հարդարման աշխատանքներ։ Տավուշում գործարկվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչությունը, որի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը ելույթով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարևորել է էկոպարեկային ծառայության գործարկումը։ Նրա խոսքով այն կապված է անտառների պահպանությունը ուժեղացնելու, անօրինական ծառահատումները վերահսկելու եւ բնության պաշտպանությունը կազմակերպված դարձնելու համար։ Փաշինյանի խոսքով Տավուշի անտառները կարևոր են ու պետությունը փորձում է ուժեղացնել դրանց պահպանությունը նոր ծառայության միջոցով։ Լավ բնությունը, լավ անտառը նշանակում է ավելի լավ օրակ, օդ, ավելի լավ առողջություն, ավելի լավ տրամադրություն, ավելի լավ միջավայր եւ սա իհարկե արժեքներ են, որոնք մենք գումարով գուցե չենք կարող գնահատել կամ գնացուցում անել, բայց այնուամենայնիվ այդ ամենը շատ կարեւոր է եւ իհարկե այս կապիտալը մենք պետք է պահպանենք, զարգացնենք եւ փոխանցենք սերունդներին։ Ես եւ այս ամենի առաջին շարքում, առաջին գծում լինելու է էկոպարեկային ծառայությունը։ Ես շատ ուրախ եմ, որ նաեւ այդ տրամաբանությունն է փոխվում եւ բովանդակությունն է փոխվում, սկսած արտաքին տեսքից, սկսած տեխնիկական համալրումից եւ իհարկե այս ամեն ինչը իզուր եւ անիմաստ կլինի, եթե տեսքի հետևում չլինի բովանդակություն, չլինի նվիրվածություն, չլինի իրական ծառայություն եւ չլինի խորը գիտակցում, թե ինչ կարեւոր աշխատանք է տեղի ունենում։ Եվ այո, մենք պետք է մեր նպատակը իրագործենք մինչեւ վերջ եւ ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի։ Ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի եւ էկոպարեկային ծառայության ստեղծումը ընդհանրապես իմաստ չի ունենա, եթե մենք այս խնդիրը հստակ չձևակերպենք եւ առավել եւս այս խնդիրը հստակ չկատարենք։ Ես ուզում եմ մենք շատ պարզ եւ աներկբա պայմանավորվենք, որ կոմպրոմիս չի կարող լինել։ Ապօրինի ծառայություններին որսագողությանը պետք է վերջ տրվի, դրա համար պետք է արձանագրված դեպքերին լինի շատ համարժեք եւ կոշտ պատասխան եւ մենք բոլոր մեր քաղաքացիներին պետք է ուղղորդենք անտառներում եւ անտառներով զբաղվել բացառապես օրինական գործունեությամբ
Հաջորդ շաբաթ Երևանում մեկնարկելիք Եվրոպական միության գագաթնաժողովին ընդառաջ կառույցի հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայաստանի ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանակալից առաջընթաց է կողմերի հարաբերություններում եւ վերահաստատում է Եվրոպական միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, դիմադրողականության եւ բարեփոխումների օրակարգին։ Հայտարարությունում նաեւ նշվում է, որ գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը եւ կամրապնդեն գործակցությունը, մասնավորապես տնտեսության, կապի եւ անվտանգության ոլորտներում։ Նրանք նաեւ կքննարկեն Հարավային Կովկասում կայունության եւ կայունաճի ամրապնդման ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կլինեն նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները, այդ թվում Ուկրաինայում եւ Մերձավոր Արևելքում, ասված է հայտարարության մեջ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վաղը Երևանը ժամանելու նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Պրահան հայտնում է, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ Զելենսկու հանդիպումն արդեն նշանակված է։ Սա կլինի Ուկրաինայի ղեկավարի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն։ Անցած շաբաթ Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ։ Մոսկվան սակայն մերժել է այս առաջարկը։ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը եւս կժամանի Հայաստան մասնակցելու Երևանում կանալիք Եվրոպական Հայաստան առաջին գագաթնաժողովին, այս մասին հաղորդում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը, նշելով, որ Երևանում կայանալիք հանդիպումներին կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապերի ընդլայնման եւ տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղված ավելի սերտ գործակցության եւ համակարգման ուղղված քայլեր։ Կքննարկվեն նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումները եւ գլոբալ խնդիրները։ Յիլմազը կլինի այս մակարդակի բարձրաստիճան առաջին պաշտոնյան, որն այցելում է Հայաստան 2008-ի ֆուտբոլային դիվանագիտությունից ի վեր։ Այդ ժամանակ Երևան էր եկել նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Ադրբեջանի մասնակցության մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել։ Հայաստանի մի շարք տնտեսվարողներ ապրիլի 30-ից չեն կարողանում լիարժեք վաճառքներ իրականացնել Wildberries եւ Ozon հարթակներով։ Ընկերությունները խնդիրը կապում են Ռուսաստանում ակցիային ձևակերպման նոր պահանջների եւ լրացուցիչ փաստաթղթավորման անհրաժեշտության հետ, ընդգծելով, որ պահեստներում արդեն առկա ապրանքների վաճառքը շարունակվում է։ Հայաստանի մի շարք տնտեսվարողները ապրիլի 30-ից բախվել են Wildberries եւ Ozon հարթակներով վաճառքներ իրականացնելու սահմանափակումների։ Խնդրի մասին առաջիններից մեկը հայտնել է տնտեսվարող Շուշան Մկրտչյանը, նշելով, որ Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները առանց հստակ պատճառաբանության։ Նրա խոսքով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ վիճակում եւ պետական կառույցներից ակնկալում են պաշտոնական պարզաբանումներ։ Ավելի ուշ Wildberries-ը պարզաբանել է, որ իրավիճակը կապված է առանձին ապրանքատեսակների նկատմամբ լրացուցիչ վերահսկողության կիրառման հետ։ Իրավիճակը պայմանավորված է առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ լրացուցիչ վերահսկողության կիրառմամբ։ Ապրիլի 20-ից Ռուսաստանում մաքսային ձևակերպման կանոնների փոփոխության եւ նոր պահանջների շրջանակում վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր։ Ռուսաստանի Դաշնության պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են վաճառվել սովորական ռեժիմով, իսկ հայ գործընկերների հետ քննարկվում են իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները։ Նշվում է, որ ստեղծված խնդիրը հարթելու համար հանդիպում է տեղի ունեցել ավելի քան 50 հայ ձեռնարկատիրոջ հետ։ Wildberries-ը Հայաստանում գործում է 2018 թվականից, իսկ Ozon-ը 2023 թվականից։ Այս հարթակների միջոցով հատկապես փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն էին ստանում իրենց ապրանքները վաճառել ոչ միայն Հայաստանում, այլև արտաքին շուկայում։ Ozon-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հայկ Կարապետյանը եւս անդրադարձել է խնդրին, նշելով, որ այն կապված է Ռուսաստանն ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխության հետ։ Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը Ռուսաստանի Դաշնության հաճախորդների համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Ozon-ի պահեստերում գտնվող հայ ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների։ Խնդրին անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ Wildberries-ի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած են հայաստանյան երկու ընդդիմադիր ուժեր։ Նախարարը նշել է, որ հարցն այնուամենայնիվ լուծվելու է։ Փաստ առաջին Wildberries-ի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան երկու ընդդիմադիր ուժ։ Փաստ 2. Խնդրից հատկապես ուրախացել եւ հրճվում են այդ երկու ուժերին սատարող ռևանշիստները, տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել։ Փաստ 3. Այս հարցն ենք լուծելու։ Դուք այս օրվան հասակ ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոց գրելով մենք շուտով կլուծենք հարցը։ Փաստ 4. Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում սուտ մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն։
Այս պահին հիմնական պաշտոնական բացատրությունը մնում է մաքսային ձևակերպման նոր պահանջների եւ լրացուցիչ փաստաթղթավորման անհրաժեշտության հանգամանքը։ Տնտեսվարողները սակայն շարունակում են սպասել հստակ ժամկետների եւ մեխանիզմների, թե երբ եւ ինչպես կվերականգնվի հայաստանյան ընկերությունների ապրանքների վաճառքը ռուսական շուկայում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում հրապարակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը արհեստական բանականության դարաշրջանում փոքր երկրների մրցակցային հնարավորությունների մասին։ Հայրապետյանը հոդվածում ընդգծում է, որ ներկայում արհեստական բանականությունն է վերաձևում գլոբալ ուժերի հավասարակշռությունը։ Եթե նախկինում տնտեսական ազդեցությունը պայմանավորված էր կապիտալով, բնական պաշարներով եւ արդյունաբերական մասշտաբներով, ապա այսօր որոշիչ են դառնում էներգիան, հաշվարկային հզորությունը ու մարդկային տաղանդը։ Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում» վերդառությամբ հոդվածը։ Հրապարակման մասին Հայրապետյանը հայտնել է նաև իր սոցիալական ցանցում, նշելով, որ հոդվածում անդրադարձել է արհեստական բանականության ազդեցությանը գլոբալ ուժերի վերադասավորման վրա։ Հայրապետյանի դիտարկմամբ, եթե ավելի քան մեկ դար տնտեսական ազդեցությունը պայմանավորված էր կապիտալով, բնական պաշարներով եւ արդյունաբերական ծավալներով, ապա այսօր արհեստական բանականությունը փոխում է այդ հավասարակշռությունը։ Նրա գնահատմամբ AI-ի դարաշրջանում ուժն այլևս միայն մեծ շուկաների կամ հումքային պաշարների հարց չէ։ Արհեստական բանականությունը վերաձևում է գլոբալ ուժերի հավասարակշռությունը։ Եթե նախկինում տնտեսական ազդեցությունը որոշվում էր բնական ռեսուրսներով, կապիտալով եւ արդյունաբերական ծավալներով, ապա այսօր որոշիչ են դառնում էներգիան, հաշվարկային հզորությունը եւ տաղանդը։ Հոդվածում Հայրապետյանը նշում է, որ AI ենթակառուցվածքի զարգացումը պահանջում է մեծածավալ էլեկտրաէներգիա, առաջատար հաշվարկային համակարգեր եւ ինժեներական մեծ ներուժ։ Ըստ նրա, այս երեք ուղղությունները չեն կարող զարգանալ միայն պետության կամ միայն մասնավոր հատվածի ուժերով, անհրաժեշտ է համակարգված գործակցություն։ Նախարարը հատկապես ընդգծում է էներգիայի դերը այն դիտարկելով որպես 21-րդ դարի ռազմավարական ռեսուրս։ AI տնտեսության առաջին սահմանափակող գործոնը էներգիան է։ Տվյալների կենտրոնների եւ մոդելների աշխատանքը պահանջում է հուսալի մեծածավալ էլեկտրաէներգիա։ Գործնականում էլեկտրաէներգիան դառնում է 21-րդ դարի ռազմավարական ռեսուրս, ինչպես նավթը 20-րդ դարում։ Հայրապետյանը հոդվածում անդրադառնում է նաև հաշվարկային հզորությունների կարևորությանը։ Եթե նախկինում արդյունաբերական ուժը չափվում էր պողպատով, նավթավերամշակմամբ եւ արտադրական ծավալներով, ապա այսօր նույն դերը ստանձնում են GPU կլաստերները, անպայն ենթակառուցվածքները, կիսահաղորդիչների էկոհամակարգերը եւ տվյալների կենտրոնները։ Նրա գնահատմամբ պարտադիր չէ, որ փոքր երկրները բոլոր ուղղություններով մրցեն խոշորների հետ։ Փոխարենը նրանք կարող են ընտրել նեղ, բայց հեռանկարային ոլորտներ, կենտրոնացնել ռեսուրսները եւ դառնալ մասնագիտացված տեխնոլոգիական խաղացողներ։ Փոքր լինելու առավելությունը մասնագիտացման հնարավորություն է։ Փոքր երկրները պարտավոր չեն անել ամեն ինչ։ Նրանք կարող են ընտրել այն ոլորտները, որտեղ կարող են լինել մրցունակ եւ ռեսուրսները կենտրոնացնել հենց այդ ուղղությունների զարգացման վրա։ Հոդվածում հիմնական ուղերձն այն է, որ AI նոր դարաշրջանում փոքր երկրները կարող են ոչ միայն հետևել տեխնոլոգիական խոշոր կենտրոններին, այլև ձևավորել սեփական տեղը համաշխարհային մրցակցության մեջ։ Դրա համար ըստ Հայրապետյանի անհրաժեշտ է ճիշտ ռազմավարություն, էներգետիկ պլանավորում, հաշվարկային ենթակառուցվածք եւ ուժեղ մարդկային կապիտալ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ուժեղ Հայաստանի անունից հանդես եկող ընտրակաշառք տալու ստանալու մեղադրանքներով ձերբակալված երեկանձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այլ դեպքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում էլ հայտնաբերվել են 7 հետախուզվող, 1 անհետ կորած։ Անցող շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ուժեղ Հայաստան քաղաքական թիմի անդամ Արթուր Ավանեսյանը կանդազը 2 ամսով կալանավորվել է։ Խափանման միջոցն ընտրելու որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանը։ Նշվում է, որ հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքին։ Ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակում ընդգրկված Արթուր Ավանեսյանը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումն ու խոստացված գումարների տրամադրումը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանքի առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար, ապա 2017-ից 20 թվականներին արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։ Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է պաշտպանության նախարարության կողմից բնակարաններ հանձնելուն։
Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մի ձայնագրություն, որում Ռուսաստանում բնակվող անձը խոստանում է Արարատի մարզում հազարավոր ձայներ ապահովել ուժեղ Հայաստանի համար, փոխարենը Հայաստանում բնակվող անձը խոստանում է կուսակցության ղեկավար կազմի միջոցով ապահովել Տաշիր ընկերությունների խմբին պատկանող եւ Ռուսաստանում գործող բանկից արտոնյալ պայմաններով վարկ ստանալը։ Վերջինս էլ դրա դիմաց իր հերթին խոստանում է Արարատում 1500 ձայն տալ։ Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք քաղաքացիների, այդ թվում քողարկված եղանակով տվել են ընտրակաշառք։ Բացի այդ, պարզվել է, որ ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձը խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, նաև տեղեկություններ է ստացվել հանրաքվեներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես գրգռելու վերաբերյալ։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են 5 անձինք։ Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է արտասահմանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որևէ պարագայում նյութական կամ այլ շահի դիմաց չներգրավել ընտրական իրավախախտումների մեջ եւ զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց, զգուշացնելով, որ բոլոր նման դեպքերը գտնվում են կոմիտեի մշտական ուշադրության ներքո եւ անխուսափելիորեն արժանանալու են խիստ եւ համարժեք իրավական արձագանքի։ Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է խոշոր չափերի կանխիկ 72.6 միլիոն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր։ Օրերս Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է ՌԹ-ն ու մոտարկա է եղել կանխիկ 65 միլիոն ռուսական ռուբլի, որը 321 միլիոն դրամին համարժեք գումար է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՌԹ-ի նկատմամբ դատարանի որոշման որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Մեկ օր անց Հայաստան ժամանած ՌԹ-ի ազգական Ռուսաստան Դաշնության քաղաքացի ՀԹ-ի մոտ եւս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար 7.6 միլիոն ռուսական ռուբլի, որը 37 միլիոն դրամին համարժեք գումար է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ՀԹ-ի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանի որոշմամբ ընտրվել է տնային կալանքը։ Շարունակում ենք թողարկումը ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Միրոպոլիեի նկատմամբ հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։ Նշվում է նաև, որ Ռուսաստանի հոբ միջոցները մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 505 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք, նաև 2 HIMARS ռեակտիվ արկ։ Նշենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ ռուսական զորախմբերի գործողությունների հետևանքով մեկ օրում զոհվել են ուկրաինացի մոտ 2000 զինծառայող։ Միջազգային մյուսնորությունները տեսաշարով։ Իրանը խաղաղության նոր առաջարկ է փոխանցել ամերիկյան կողմին պակիստանցի միջնորդների միջոցով, հաղորդում են Իրնան եւ Ալ Ջազիրան, հղումանելով դիվանագիտական աղբյուրներին։ Առաջարկի մանրամասները չեն հրապարակվում, սակայն նշվում է, որ նախորդ տարբերակը, որը նախատեսում էր շարունակել բանակցությունները եւ միջուկային հարցը հետաձգել, ամերիկյան կողմը մերժել է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ չէ Իրանի վերջին առաջարկներից, ընդգծելով, որ Թեհրանի ղեկավարությունը բաժանված է եւ ներկայացնում է անընդունելի պահանջներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական գործընթացի, եթե Վաշինգտոնը փոխի իր մոտեցումը եւ հրաժարվի ճնշումներից։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը շարունակում են լիարժեք պատրաստվածություն պահել երկրի անվտանգությունը պաշտպանելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրացնում է Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների եւ բեռնատարների մաքսատուրքերը, հասցնելով 25%-ի։ Նրա խոսքով այս քայլը պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը չի պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքած առևտրային համաձայնագրի պայմանները։ Թրամփը նշել է, որ նոր մաքսատուրքերը կգործեն արդեն հաջորդ շաբաթ, սակայն չի հստակեցրել, թե ԵՄ-ի կողմից կոնկրետ որ կետերն են խախտվել։ Հիշեցնենք, որ նախկին համաձայնությամբ ԵՄ-ն համաձայնել էր վերացնել ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանել էր մոտ 15% մաքսատուրք եվրոպական ապրանքների մեծ մասի համար։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը երկրորդ շաբաթվա ընթացքում արդեն 4-րդ անգամ հարձակվել են Туапսեի վրա։ Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների շտաբի տվյալներով հարձակման հետևանքով ծովում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 128 մարդ եւ 41 միավոր տեխնիկա, այդ թվում այն ուժեր։ Սա ապրիլի կեսից ի վեր Туапսեի նավթային ենթակառուցվածքների հերթական թիրախավորումն է, նախորդ հարվածները նաեւ Սև ծովում բնապահպանական խնդիրներ էին առաջացրել։
CNN-ի հետաքննության համաձայն Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հակամարտության ընթացքում հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին։ Հեռուստաընկերության տվյալներով վնասներ են արձանագրվել առնվազն 16 օբյեկտներում, 8 երկրներում, ինչը կազմում է տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ենթակառուցվածքների զգալի մասը։ Նշվում է նաև, որ որոշ բազաներ դարձել են գրեթե անպիտան հետագա օգտագործման համար։ Աթենքում Բուլղարիայի, Հունաստանի եւ Թուրքիայի ներքին գործերի նախարարները քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Բուլղարիայի ներքին գործերի նախարար Էմիլ Դևիչի խոսքով հանդիպման օրակարգում եղել են անօրինական միգրացիան, թմրանյութերի եւ զենքի մաքսանենգությունը, նաեւ այդ ցանցերի հնարավոր կապերը ահաբեկչական խմբերի հետ։ Հունաստանն աջակցել է ուժեր ուղարկելով Բուլղարիա-Թուրքիա սահման, իսկ Բուլղարիան իր հերթին նավ է տրամադրել սահմանային հսկողության համար։ Կողմերը Թուրքիայի հետ հարաբերությունները գնահատել են բարձր մակարդակի եւ պայմանավորվել շարունակել մասնագիտական գործակցությունը։ Թուրքիայում մայիսի 1-ին անցկացված բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով եւ ձերբակալություններով։ Ցուցարարները կառավարությանը ներկայացրել են սոցիալական, աշխատանքային եւ քաղաքական պահանջներ, հանդես գալով նաեւ արևմտյան կապիտալի ազդեցության դեմ։ Ամենալուրջ բախումները գրանցվել են Ստամբուլում, որտեղ ոստիկանությունը փորձել է կանխել ցուցարարների մուտքը Թաքսիմ հրապարակ։ Տեղական աղբյուրների տվյալներով ձերբակալվել է շուրջ 550 մարդ։ Երևանի տարբեր թաղամասերում այս օրերին հողը կրկին շնչում է, նոր կյանք ստանում։ Մայրաքաղաքի հերթական լայնածավալ ծառատունքի շրջանակում ստեղծվում են ժամանակակից կանաչ գոտիներ քաղաքապետարանի ջանքերով ու բնակիչների ակտիվ մասնակցությամբ։ Ծրագրերի մասշտաբներն ու ներգրավվածության մակարդակը վկայում են մեկ կարևոր իրողության մասին։ Երևանում կանաչապատումը դարձել է ոչ միայն առաջնահերթություն, այլև մշակույթ։ Երևանի կանաչ սրտում Ֆիզգորոդոկում այս օրերին հողից կյանք է ծնվում։ Մայրաքաղաքի հերթական լայնածավալ ծառատունքն այստեղ ընդգրկել է 1.3 հեկտար տարածք, որտեղ արդեն կան 220 հասուն ծառեր եւ մոտ 1500 թուփ։ Սա պարզապես հերթական ծրագիր չէ, սա մի շարժում է, որը միավորում է քաղաքային իշխանություններին եւ բնակիչներին մեկ նպատակի շուրջ՝ ստեղծել ավելի կանաչ, առողջ եւ կենսունակ Երևան։ Շատ գեղազարդ ծառերով, շատ գեղեցիկ այգի լինելու։ Աշխատանքներին ակտիվորեն միացել են նաև բնակիչները, նրանք ոչ միայն մասնակցում են բուն ծառատունկին, այլև սեփական նախաձեռնությամբ ծառեր են բերում տնկելու համար։ Այս համատեղ ջանքերը ցույց են տալիս, որ քաղաքային միջավայրի բարելավումն այլևս միայն կառավարման մարմինների գործը չէ։ Այն դարձել է համայնքային պատասխանատվություն եւ կարելի է ասել վարակիչ օրինակ։ Քաղաքի կանաչ զանգվածի տեսանկյունից վերջին տարիներին աննախադեպ ծավալի ծառատունկ է իրականացել, նոր կանաչ տարածքներ են տնկվել քաղաքում։ Ծրագրի առանցքում Երևանի քաղաքապետարանի հետևողական քաղաքականությունն է, որի առաջնագծում է Տիգրան Ավինյանը։ Վերջին տարիներին նրան կարելի է տեսնել գրեթե բոլոր այն վայրերում, որտեղ ընթանում են կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ։ Նրա մշտական ներկայությունն ու ներգրավվածությունը դարձել են խթան բնակիչների համար, որոնք ավելի ու ավելի հաճախ են միանում նախաձեռնություններին, իրենց ներդրումն ունենալով քաղաքի վերափոխման գործում։ Մեզ միացել են նաև Ֆիզգարադոկի բնակիչները, իրենք նույնպես ծառեր են բերել տնկելու համար եւ նաև մասնակցում են հենց բուն ծառատունքի process-ին։ Կարևոր դերակատարում ունի նաև կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ը, որի հետ համաձայնեցմամբ են իրականացվում թե քաղաքապետարանի, թե քաղաքացիների նախաձեռնությունները։ Կառույցը ոչ միայն համակարգում է տնկման գործընթացն, այլև ապահովում է նորաստեղծ կանաչ տարածքների խնամքն ու շարունակական վերահսկողությունը։ Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծվել է ավելի քան 60 հեկտար նոր կանաչապատ տարածք։ Ցուցանիշ, որն ըստ քաղաքապետի գերազանցում է դրան նախորդած 22 տարիների արդյունքը։ Հատկանշական է, որ բոլոր նախագծերն իրականացվում են ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրմամբ, ինչը երաշխավորում է տնկիների կենսունակությունն ու երկարաժամկետ զարգացումը։ Բոլոր տեղերը, որտեղ մենք ծառ ենք տնկում, այնտեղ կա ջուր, եւ սա կարծում եմ այն ամենակարևոր արձանագրումներից մեկն է, եւ նաեւ պատճառը, որ մեր բոլոր տնկած տեղերում ծաղրերը կպնում են եւ լինում են կանաչ եւ աճում են։ Այս տարվա ծրագրերը եւս ոչ պակաս հավակնոտ են։ Մասնավորապես լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում Նոր-Նորքում եւ Մայրաքաղաքի այլ հատվածներում, որտեղ կստեղծվեն նոր կանաչ գոտիներ, կրկին ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով։ Այս տարի մենք ունենք շատ մեծ ծրագիր Նոր-Նորքում Լվովյանի հատվածում մոտ 35 հեկտար տարածքում ունենք նոր կանաչապատ
կարելի ասել ուրբան անտառ ստեղծելու ծրագիր եւ որ ամենամեծ ծրագիրն է մեր 250 հեկտար Դալմայի այգիներում կանաչապատման ծրագիրն է, որի նախագիծը այս պահի դրությամբ իրականացվում է։ Կանաչ տարածքներն, ինչպես նշում են քաղաքապետարանում, հանդիսանում են քաղաքի թոքերը եւ այս առումով արդեն արձանագրվել է կարևոր ձեռքբերում։ Երևանի կանաչապատման մակարդակը գերազանցել է առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նվազագույն շեմը։ Սա ոչ միայն էկոլոգիական, այլև հանրային առողջության տեսանկյունից նշանակալից առաջընթաց է։ Նվազագույն այդ 8 քառակուսի մետր շեմը հատել ենք, մենք այս պայդրությամբ մեկ անձի շնչին ունենք մոտավորապես 8-6 քառակուսի մետր կանաչ տարածքներ, բայց այս ծրագրերի իրականացման հետ մեկտեղ մենք այդ ցուցանիշը մոտ 1-1.5 քառակուսի մետրով ավելացնելու ենք, այսինքն չենք բավարարվում նվազագույն ցուցանիշով եւ Երևանի թոքերը շատ ավելի լայն են լինում եւ շատ ավելի ծավալուն։ Միջազգային գործակցությունն էլ այս գործընթացի կարևոր բաղադրիչներից է։ Հայաստանում նախատեսվող COP17 համաժողովի շրջանակում Երևանի քաղաքապետարանը սերտորեն աշխատում է շրջակա միջավայրի նախարարության հետ։ Շաբաթական հանդիպումների ձևաչափով քննարկելով բնապահպանական առաջնահերթություններն ու համատեղ ծրագրերը։ Այդ շրջանակում իրականացնում ենք Հրազդանի կիրճի ամբողջական վերաիմաստավորման եւ այսպես ասած բոլոր խնդիրների վերացման կոնցեպտը եւ կոնցեպտից հետո ունենալու ենք նախագիծ Հրազդանի կիրճը նույնպես ներառվելու է COP17-ի քննարկումների շրջանակում։ Որպես ֆիզգորոդոկ հայտնի թաղամասի այս սառատունկը նաև մայրաքաղաքում իրականացվող մյուս ծրագրերը հստակ ուղերձ ունեն։ Երևանը քայլ առ քայլ վերածվում է ավելի կանաչ, կայուն եւ բնակիչների մասնակցությամբ ձևավորվող քաղաքի։ Այստեղ յուրաքանչյուր տնկված ծառ ոչ միայն բնության մի մասնիկ է, այլև ապագայի հանդեպ պատասխանատվության կենդանի խորհրդանիշ։ Մաքուր եւ առողջ միջավայր ունենալը համատեղ ջանքերի արդյունքն է, որը պահանջում է հետևողականություն, հոգատարություն եւ պատասխանատվություն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։